Քանիսը արդեն վերապրում են այս գոհության ընթացքի այդ օրհնություններից, քանիսը ամեն ես ինձ մտածում եի քանի տարի մենք արդեն դրա մեջ ենք, բայց չեմ կարողանում հիշել, ոնց որ միշտ մենք այդ գոհության կենտրոնացման մեջ ենք, ով կարող է ինձ ասի, քանի տարի ենք մենք արդեն այդ գոհության մեջ, 5 տարի, այո, ու ես ուզում եմ իրականում այսօր դրա մասին մի քիչ դրան ուշադրություն դարձնել, գիտեք, ես մտածում եմ, որ ես գոհացող մարդ եմ, ու ես տրտունջի ու դժգոհության պրոբլեմ չունեմ, բայց երբ մենք սկսեցինք կենտրոնանալ Տիրոջ վրա, երբ խոսք ազատագրվում է, Սուրբ Հոգին սկսում է գործել, ու Սուրբ Հոգին այնպիսի բաներ ցույց տվեց իմ սրտում, որ այս բանում դու դժգոհում ես, այս հարցում դժգոհ ես, այստեղ պիտի փոխվես, ինչ լավ է, որ մենք ունենք այդպիսի խորհրդատու, այդպիսի ուսուցիչ, ինչպիսի Սուրբ Հոգին է, ու այս տարին, գիտեք, շատ բաներում ես որոշել եմ, որ ես պետք է Տիրոջը հաճելի ձևով իրան պաշտեմ, որովհետև այն խոսքը, որ Եսայիա մարգարեն ասում է, որ սա այն ժողովուրդն է, որ մենակ շրթունքներով է ինձ պաշտում, բայց սիրտը հեռու է, ու ասե Տեր իմ Աստված, օգնիր, որ մեզանից ոչ մեկը այդպիսինը չլինի, որ մենակ շրթունքներով ասենք փառք Աստծուն, բայց մեր սիրտը հեռու լինի, ամեն, երբ մենք ասում ենք փառք Աստծուն, դա ոչ թե պիտի լինի գեղեցիկ ուղղակի արտահայտություն, դա մեր սրտի խորքից պիտի բխի, փառք Աստծուն, գոհություն Աստծուն, շնորհակալություն Աստծուն, իր որդու համար, իր սիրո համար, իր եկեղեցու համար, որ Հրազդան քաղաքում կա այսպիսի եկեղեցի, որը խենթորեն սիրում ու փառաբանում է իրեն, այնպիսի եկեղեցի, որը ազդեցություն է թողնում հոգևոր մթնոլորտի, մարդկանց կյանքերի վրա, ամեն գոհություն, այս օրերին մենք պետք է, որտև Աստված ուզում է, որ մենք տեսնենք Աստծուն, իր գործերի մեջ, ու Դավիթ ասում էր, օրհնիր Տիրոջով իմ անձը, և մի մոռանար նրա բոլոր գործերը, մի մոռանար, մենք մարդիկ, մենք ունենք պրոբլեմ մոռացկոտության հետ, բայց Աստված չունի այդ պրոբլեմը, ամեն, դրա համար Աստված մեզ օգնում է, որպեսզի մենք լավ հիշենք իր գործերը, որն է իր գործերից մեկը, դա իր եկեղեցին է, ամբողջ աշխարհով մեկ, որ շատ գյուղերում, շատ քաղաքներում ծնվել է իր հոգուց եկեղեցի, որը հաղթում է աշխարհին, և ունի նվիրված անդամներ, ամեն, որ ամեն մի եկեղեցում Աստված ունի իր պարգևները, ունի այնպիսի մարդկանց, ովքեր ուզում են իրան ճանաչել, որովհետև եկեղեցու նպատակը այն է, որ հայտնի Հիսուսին, իրական, ու ոչ թե մենակ խոսքերով, այլ գործերով, այլ ապրելա կյանքով, այո, մեր կյանքի ապրելա ձևով, որտև եթե մենք խոսենք Աստծո խոսքը, բայց մենք հեռու լինենք դրանից, վայ այն ժամանակ մեզ, բայց Աստված այնպիսի սեր է դրել մեր սրտերի մեջ իր հանդեպ, մենք այնքան ուրախ ենք, որ Աստված մեզ գտավ, ու մենք ուզում ենք իրան ճանաչել, ու խոսքը այդպես ասում, որ լցվենք նրա կամքի ճանաչողությամբ, ամեն հոգևոր իմաստությունով, հանճարով, որ իրեն արժանի ձևով քայլենք այս երկրի վրա, որ մենք ամեն բարի գործի մեջ պատրաստ լինենք, որ մենք աճենք նրան ճանաչելը, իրան ճանաչելը աճենք դրա մեջ, որ չլինի այդպիսի մի պահ, որ մենք մտածենք, մենք կշտացել ենք, մենք ամեն բան գիտենք, դա շատ վտանգավոր պահ է, ու ես միշտ հիշում եմ, ինչպես Հիսուսը փարիսեցին ասում էր, վայ ձեզ, որ կշտացել եք, բայց ժողովրդին ասում էր, երանի նրանց, ովքեր Տիրոջը քաղծած են, ովքեր ծարավ են, որովհետև պիտի հագինան, ամեն, ինչ ճանաչողության էլ մենք հասել ենք, մենք պետք է այդ քաղծած վիճակը պահենք, որ Տեր, ուզում եմ քեզ ճանաչել, իրականում ինչպես այդ եղջերուները, որ ամեն գին վճարում են ու չեն վախենում, որ ջրի վտակների մոտ կարող է վտանգ լինի, իրանք ծարավ են, իրանք փափագում են, այդ ծարավը իրանք մղում է, որ գնան ջուր գտնեն,
Ու թող այդպես էլ Աստված ներգործի մեր սրտերի մեջ, որ ինչպես եղել է ծառավը Աստծո հանդեպ ավելանա, հանկարծ չթուլանա։ Ես այդպես ուզում եմ ինձ համար, ուզում եմ ձեզ համար, ամեն, ու գիտեմ, որ դուք բոլորդ համաձայն եք, ամեն։ Սիրելիներ, եւ այս օրերի մեջ ես հորդորում եմ բոլորին, որ երբ մենք այս 40 օրը վերցնում ենք, որպեսզի Տիրոջ վրա կենտրոնանանք, որպեսզի մեր սրտերը ուղղենք դեպի Տիրոջը, մեր միտքը նորոգենք Աստծո խոսքով, որ մեր հարաբերությունների համար վերցնենք պատասխանատվություն, որովհետև մենք կանչված ենք հարաբերությունների մեջ։ Աստված մարդուն ստեղծել է, որ իր հետ հաղորդակցվի, պատկերացնում եք։ Ու ասում շատ դուր է գալիս, երբ դու քո սիրտը բացում ես ու իր հետ հաղորդակցվում ես։ Բայց մենք նաև կանչված ենք, որ մենք իրար հետ հաղորդակցվենք։ Ու մեր հաղորդակցությունները շինություն բերի մեզ, օրհնություն բերի մեզ, ամեն։ Ու ասեմ ձեզ, որ մենք սովորում ենք իրար հետ հաղորդակցվել, սովորում ենք։ Առաջ, երբ մենք ասում չենք ճանաչում, կոպիտ էինք, շուտ վիրավորվող էինք, ըմբոստ էինք, չարախոս էինք, գրեհիկ էինք, հպարտ էինք։ Այդ ամեն ինչը հին մարդու հատկանիշներն են, ու էլի դրա նման շատ բաներ։ Բայց երբ Աստված մեզ հանդիպեց ու մեզ իր Սուրբ Հոգով տվեց նոր ծնունդի հետ նա մեզ տվեց նաև նոր էություն, նոր բնություն։ Մենք Աստծո բնությունը ունենք, որովհետև երեխան միշտ իր ծնողի նման է։ Այդպես է, չէ՞։ Ասում է խնձորը ծառից հեռու չի ընկնում։ Եթե մեր հայրը ծառն է, մենք էլ այն խնձորն ենք, որ իրան նման պիտի լինենք։ Ամեն։ Դրա համար շատ եմ ուզում, որ մեզանից յուրաքանչյուրը եւ ովքեր մեզ լսում են, որ իրանք միշտ հիշեն, որ հիմա նոր մարդ են Հիսուս Քրիստոսում, որտեվ հին բաները գնացել են, հիմա ամեն բան նոր է։ Ու մեզ չի սազում առաջվա պես ապրել, վարվել, խոսել, առաջվա պես վիրավորել մարդկանց, առաջվա պես բողոքել, դժգոհել, որտեվ դժգոհությունը, բողոքը դա հին մարդու բնությունն է։ Նոր մարդու բնությունը դա գոհանալն է, սիրելն է, ներելն է, սիրտը պաշտպանելն է, մարդկանց շահելն է, Աստծո արքայության համար, համաձայն եք, խոսքը այդպես ասում, բայց չգիտես ինչու, երբեմն նկատում ես, որ Աստծո ժողովրդի մեջ, դա մեր եկեղեցու մասին չէ, ստեղ բոլորը սուրբ են, այո, երբեմն տենց նկատելի է, որ մարդիկ, որ անգամ, որ երկար տարի գալիս են եկեղեցի, երբեմն թույլ են տալիս իրանց հին մարդու ձևով ապրել, հին մարդու ձևով խոսել, հին մարդու ձևով վերաբերվել, պատասխանել, կծել, վատ բաներ խոսել, վատը գտնել մարդկանց մեջ։ Գիտեք, Աստծո եկեղեցին դա սուրբ եկեղեցի է, որտեղ Տերը սուրբ է, ու այդ սրբությունը մեր մեջ արդեն կա, Սուրբ Հոգու միջոցով, ամեն, բայց հարց է, ինչու երբեմն մենք կարող ենք նկատենք այսպիսի բաներ, որ մարդիկ դեռ հին բնությունով են ապրում։ Այսօր ես ուզում եմ դրա մասին խոսել, որովհետև դա մեր յուրաքանչյուրի որոշումն է, մեր յուրաքանչյուրի որոշումը, յուրաքանչյուրի։ Ու այսօր մեր ապրելաձևը, մեր խոսելաձևը, մեր վերաբերմունքները, մեր մեկը մյուսի մասին խոսելը, մեկը մյուսի մասին վերաբերմունքը խոսում է, ցույց է տալիս, ինչքանով դու նոր մարդ ես եւ ինչքանով դու դեռ նոր մարդ չես։ Ամեն։ Ու Աստված ամեն բան անում է, որպեսզի մեզանից ամեն մեկը նայենք իրան։ Դավիթ այսպես ասում 16-րդ Սաղմոսում ասում է. ես Տիրոջը դրի իմ աչքի առջևում, Տիրոջը։ Ոչ թե իմ թշնամուն դրեցի, ով որ ինձ անդադ վիրավորում է, ոչ թե ինչ որ մեկին դրեցի, ով որ ինձ ցավ է պատճառում, Տիրոջը դրեցի իմ աչքի առաջին։ Ու ասում է դրա համար ես չեմ սասանվի։ Երբ դու անդադ հիշում ես այն մարդկանց, ովքեր քեզ վիրավորում են, քո սիրտը խստանում է, չարանում է, դաժանում է, ու դա ազդում է քո եւ Աստծո հարաբերության վրա։ Չմտածես, որ եթե դու մեկի դեմ ինչ որ բան ունես, դու նույնպես Աստծո հետ ամեն ինչը նորմալ է, ոչ։ Գալիս է օտարացումը, գալիս է սառնությունը,
Դա շատ վտանգավոր բան է։ Դրա համար մենք պետք է յետևենք Աստծո խոսքին, որտեղ գրված այսպես, որ պահիր պատվիրանքները, իմ պատվիրանքները ու պիտի ապրես։ Պահիր ու պիտի ապրես։ Ամեն։ Եկեք սկսենք Մատթեոս 7-րդ գլխից, Մատթեոս ավետարանի եւ կարդանք մի համար, որը մենք անգիր գիտենք։ Մատթեոսի 7:12-ը։ Մեր Տեր Հիսուս այսպես ասում. ամեն ինչ որ կամենում եք, թե ձեզ անեն մարդիկ, այնպես էլ դուք արեք նրանց։ Ոսկի օրենք, ոսկի է, ոչ թե արծաթի, ոչ թե փայտի, ոսկի է, շատ թանկարժեք, սա կարևոր բան է մեր կյանքի համար։ Ինչպես ասում է, ամեն ինչ որ կամենում եք, թե ձեզ անեն մարդիկ։ Հիմա ինքներդ ձեզ հարցրեք. ինչ եք դուք կամենում, որ մարդիկ ձեզ անեն։ Ձեր մասին բամբասեն, ձեզ ատեն, ձեզ արժեքազրկեն, ուզում եք դա, ձեզ վիրավորեն, չգնահատեն այն, ինչ որ դու անում ես, ուզում ես դա, բա ինչու երբեմն մենք մեզ թույլ ենք տալիս այդպես վարվել մարդկանց հետ։ Եկեք մենք ինքներս մեզ այսօր հարցնենք, որտեղ մենք Աստծո առաջ ենք կանգնած։ Ինչպես եմ ես ուզում, որ մարդիկ ինձ հետ վարվեն։ Ինչպես եմ ես ուզում։ Ու ես հավատում եմ, որ ես ասեմ, դուք ինձ հետ համաձայն կլինենք։ Մեզանից ամեն մեկը ուզում է, որ մարդիկ իրան հասկանան։ Որտեղ բոլոր խնդիրները սկսվում է այստեղից, որ ասում են, ինձ չեն հասկանում։ Բաժանությունները ընտանիքում լինում են, որ ամուսինները մեկը մյուսին մեղադրում են, ինձ չի հասկանում։ Սովորական մարդիկ ասում են, ինձ չի հասկանում, ու դա խնդրեմ է։ Բայց նա ով որ Քրիստոսի հոգին ունի, նա ասում է, Տեր, ինձ չեն հասկանում, բայց ես ուզում եմ, որ ինձ հասկանան։ Օգնիր, որ ես սովորեմ հասկանալ դիմացինին։ Օգնիր, որ ես, ինչու է այդպես Տեր Հիսուս ասում, որովհետև նա մեզ համար օրինակ է ամեն բանում։ Համաձայն եք։ Հիսուս Քրիստոսը օրինակ է, լավագույն օրինակն է մեզ համար։ Ու երբ նա ինչ որ սովորեցնում է, առաջինը նա դա ցույց է տալիս։ Դուք նկատել եք, որ այս ոսկի օրենքի միջոցով Աստված քեզ ուզում է բարձրացնել։ Աստված չի ուզում, որ դու կախվածության մեջ լինես։ Դե ինձ հետ սենց վարվեցին, դրա համար էլ ես նենց վարվեցի։ Աստված ուզում է դու թելադրողը լինես հարաբերությունների մեջ։ Լավ օրինակով թելադրես, լավ օրինակով ցույց տաս։ Հիսուսը խաչի վրա նա աղոթում էր իրեն խաչողների համար, իրեն արժեքազրկողների, իրեն այսպես տանջողների համար, ասում էր հայր, ներիր իրանց, իրանք չգիտեն ինչ են անում, իրանք չգիտեն։ Տեր Հիսուսը հասկանում էր, որ իր հետ այդպես վատ են վարվում, որովհետև չգիտեն։ Ինչքանով այսօր մենք գիտակցում ենք, որ այն դիմացի մարդիկ, ովքեր վրիպում են իրենց հարաբերությունների մեջ, վիրավորում են, կոպտում են, չար բաներ են խոսում, եւ այլը եւ այլը։ Ինչքանով մենք հասկանում ենք, որ իրանք չեն հասկանում, դրա համար էլ իրանք այդպես պահում են։ Մեկը կարող ասի, բայ քան տարի գալիս է եկեղեցի։ Նա ով որ ասում է, այս մարդը այսքան տարի գալիս է եկեղեցի, չի փոխվել, ես խորհուրդ եմ տալիս, սկսիր քեզանից։ Միգուցե ինչ որ բաներ կան քո սրտում, որ կույրացրել է քեզ։ Ու դու բաները չես տեսնում այնպես, ինչպես որ պետք է տեսնել։ Որովհետև ես մտածում եմ, պիտի դադարի այդ խոսակցությունը։ Գալիս է եկեղեցի, հավատում ասում, բայց չի փոխվել։ Հարցնում եմ, բա դու փոխվել ես։ Դու փոխվել ես այնպես, ինչպես որ Աստված է ուզում։ Միգուցե եթե դու տեսնում ես մեկի թերությունը, դու ասես, Տեր, կարող է իմ աչքերը ինչ որ ծուռ է, ինչ որ բաներ ես ծուռ եմ տեսնում, չէ որ այդ մարդուն դու փրկել ես, չէ որ այդ մարդը քո արյունով գնված է, օգնիր, որ ես լավագույնը տեսնեմ նրանում։ Ինչու, որովհետև գլխավոր օրենքը Աստծո ընտանիքում դա սիրո օրենքն է։ Ու մենք պետք է սովորենք սիրել։
Ես չեմ դադարի դրա մասին խոսել, որտեղ Աստվածը դրել իմ սրտես մեջ, որ ես դրա մասին խոսեմ, ես ինքս դրանից սովորեմ եւ ուրիշներին սովորեցնեմ։ Ամեն։ Մենք պետք է սովորենք, որովհետեւ այսպես ինքնստինքյան չի գալիս սիրել մեկին, ով որ քեզ չի սիրում։ Դու պիտի ջանք անես, ու ինչի համար ջանք պիտի անես։ Նրա համար, որ կա մեկը, ով որ քեզ սիրեց սկզբից։ Երբ դու մեղավոր ես, երբ դու անպիտան ես, երբ դու փչացած ես քո մեղքերի պատճառով, խոսքը այդպես ասում, բայց նա մեզ սիրեց։ Այն մարդը, ով որ համարում է, որ ինքը քրիստոնյա է, ինքը պիտի դադարի իր շրթունքներով մեղանչել։ Նա պետք է դադարի ուրիշի աչքին ունք տեսնելը։ Նա պետք է սովորի դիմացինի մեջ լավագույնը տեսնել։ Եթե ես մեկի մեջ լավը չեմ տեսնում, խնդրեմը իմն է, իմ խնդրեմն է։ Հասկանում եք։ Ես չգիտեմ ինչպես դու ես մտածում, որտեվ խոսքը այդպես ասում, եւ Հիսուս ասում է. ամեն ինչ, որ կամենում եք, թե ձեզ անեն մարդիկ, այնպես էլ դուք արեք նրանց։ Չի ասում, որ ինչպես մարդիկ ձեզ հետ վարվում են, դու էլ տենց պատասխանի։ Տարբերությունը զգում եք։ Սովորական մարդը այդպես է վարվում։ Ինձ կոպտեց, ես էլ կոպտեցի։ Ինձ չբարևում, ես էլ իրան չեմ բարևում։ Իմ կողքով անցավ չբարևեց, ես էլ տենց անեմ, որ հասկանա։ Այդ ժամանակ դու ոչ թե քո տիրոջ նման ես, քո այն հին տիրոջ նման ես քեզ պահում։ Ճակերտների մեջ, գիտեք ում մասին է խոսքը։ Եթե մեկը չի բարևում քեզ, դու բարևի իրան ու ցույց տուր, որ բարևելը դա ճիշտ է։ Եթե մեկը քո հանդեպ ուշադիր չէ, դու օրինակ եղիր, ասա ես պիտի Տեր, օգնիր, որ ես ուշադիր լինեմ, սովորեցրու, որ ուշադիր լինեմ այդ մարդու հանդեպ։ Ինչ անեմ, որ ես այդ մարդը փոխվի, որտեղ ինքը իմ եղբայրն է, քույրն է, Քրիստոսով։ Ամեն։ Ամեն ինչ որ կամենում ես, որ մարդիկ քեզ անեն, մտածեք դրա մասին։ Ուզում ես, որ քեզ հասկանան, եկեք մենք էլ հասկանանք, ինչու հաճախակի մենք չենք ուզում դիմացինին հասկանալ, որովհետև մարդուն ավելի շատ կարևոր է ինչ որ ինքն է մտածում, ինչ որ ինքն է զգում, ինչ որ ինքն է համարում ճիշտը, բայց հարց է, եթե քո ճիշտը վնասում է հարաբերություններին, միգուցե քո ճիշտը էլ ճիշտը չի, եթե քո ճիշտը ընտանիքում հարաբերություններին վնասում է, ինչքանով մենք ստապ ենք քննելու ու հասկանալու։ Եթե իմ ճիշտը խանգարում է, ուրեմն իմ ճիշտը էլ ճիշտը չէ, Աստծո ճշտից հեռու է։ Եկեք մենք Աստծո ճիշտը սովորենք ու սկսենք մարդկանց հետ լավ ձևով վարվել։ Օրինակ, ով է մեզանից ուզում, որ իր հետ վատ վարվեն, չար, ծեծեն, անարգեն, մերժեն։ Ոչ մեկը։ Ուրեմն դու էլ չպիտի այդպես վարվես մարդկանց հետ։ Ով է ձեզանից ուզում, որ երբ դու սխալվում ես, երբ դու մեղանչում ես, որ անընդհատ դրա մասին խոսվի, անընդհատ։ Ով է ուզում։ Մենք անգամ որ վերստին ծնված ենք, երբեմն սայթակում ենք, երբեմն մեղանչում ենք։ Ով է ուզում, որ ասի, դու այն մարդը չես, որ ես բանը արել ես։ Բայց 30 տարի առաջ, 20 տարի առաջ դու ինձ ես բանը ասեցիր։ Դու սենց ես, դու նենց ես։ Դա գիտեք ինչ է կոչվում, չարահիշողություն, մարդը որ հիշաչարություն, այո, ես ռուսերենից թարգմանեցի, հա, հիշաչարություն, այսինքն որ մարդը չար բաներ է մտածում։ Այսօր ուզում եմ, որ գիտեք այդ չար բաները, դու գիտես ով է հեղինակը չար բաների։ Ու ես այսօր ուզում եմ հորդորել ամեն մեկիս, որ մենք ընկերություն չանենք նրա հետ, ով որ չար բաներ է մտածում, սատանայի հետ։ Եվ նա, ով որ սատանայի բաները անում է։ Խոսքը ասում է, որ արդարություն չի գործում, Աստվածանից չի։ Եկեք մենք մեզ ազատենք այդ չար հիշողություններից, սիրելիներս։ Եկեք մենք մեզ ազատենք, մեղք ենք մենք։
Հիսուսը եկել է մեզ ազատություն պարգևելու, ոչ թե նորից մնալ այդ հին սատանայի կապանքների այդ ազդեցության տակ։ Հիմա ժամանակն է, որ մենք ազատ լինենք, ազատ։ Ամեն։ Ու մենք ապրում ենք չար աշխարհում։ Խոսքը այդպես ասում, չար աշխարհում ենք ապրում, չար։ Չար աշխարհում մի սպասի, որ մարդիկ քեզ հետ լավ կվարվեն։ Եկեղեցու մարդիկ էլ երբեմն սայթակում են, որովհետև նրանք կատարելության, սրբացման ընթացքի մեջ են։ Ես այդպես եմ մտածում ուրիշների մասին։ Եթե մեկը իմ դեմ սխալ է, ես գիտեմ, Տեր, օգնիր իրան, ինքը պայքարում է։ Երբեմն իր մոտ չի ստացվում, օգնիր իրան, որ ինքը կատարյալ լինի իր կյանքի մեջ քեզ հետ։ Ամեն։ Մենք երբեմն դառնում ենք կրոնավոր, տեսք ունեցող մարդիկ, որ մենք կարող ենք ուրիշներին այս լավ բաներ սովորեցնել, բայց ինքը կարևորը, որ մենք մի հատ էլ նայենք, տեսնենք մեր հարաբերությունը մարդկանց հետ ոնց է։ Անցած կիրակի օրը այստեղից խոսք հնչեց մի դատիր, որ Աստծո կողմից չդատվես։ Ու ես այսպես եմ տեսնում, որ եթե դու ուրիշի թերություններն ես տեսնում, նշանակում է, որ կույր ես, գերան կա քո աչքի մեջ, գերան։ Ու երբ դու այդ գերանը հանես, բոլորը կդառնան ուղղակի սիրելի, ընդունելի, հարգելի, պատվելի մարդիկ։ Ամեն։ Հիսուսը այդպես ասեց. ամեն ինչ որ կամենում եք, որ մարդիկ ձեզ անեն։ Խնդրում եմ, մտածեք, ո՞նց ես ուզում, որ մարդիկ քեզ հետ վարվեն։ Ո՞նց։ Ուզում ես այդպես։ Առաջի պատասխանատվությունը, տեսեք, Աստված քեզ ոչ թե դարձնում է, որ դու մեկի վերաբերմունքից կախված լինես, նա քեզ դարձնում է մեկը, որ դու ազդեցություն թողնես։ Հա, ինձ հետ սենց եմ վարվում։ Ես էլ ցույց կտամ ճիշտը ինչպես է։ Ձեզանից ամեն մեկը ճիշտը գիտի, բայց հարցը ինչքանով մենք կիրառում ենք այդ ճիշտը մեր կյանքերում։ Հարմար է, որ դիմացինը ճիշտ անի, ինձ պարտադիր չի, ես ոնց կուզեմ տենց էլ կապրեմ, բայց դա ճիշտ չի։ Ամեն։ Այս խոսքը վերաբերվում է մեր յուրաքանչյուրին։ Մենք յուրաքանչյուրից պատասխանատու ենք ճիշտ ձևով վարվել մեկը մյուսի հետ։ Ինչու՞։ Որովհետև մեր Տեր Հիսուսը սիրում է մարդկանց։ Սիրում, եթե նա մեղավորին է սիրում, միթե իր երեխաներին չի սիրի։ Ամեն։ Դրա համար մենք հաճախակի պիտի այսպես մատը դնենք մեզ վրա, ինչքանով ես համապատասխանում եմ Աստծո պատվիրաններին։ Երբեմն մարդիկ, որ իր հարաբերությունը Աստծո հետ սառում է, այսպես դառնում է գոլ, երբեմն մարդիկ իրանց շատ բան են թույլ տալիս։ Բայց երբ մենք Աստծո հետ ունենք լավ հարաբերություն, Տիրոջ երկյուղը միշտ մեր սրտի մեջ է։ Ու մենք միշտ մարդկանց նայում ենք Քրիստոսի արած գործերի միջոցով։ Ամեն։ Դուք մի մտածեք, որ մեզանից մենք ավակներս քարից ենք արված։ Մենք մարդ ենք։ Բաներ կան, որ մեզ էլա տխրեցնում, մեզ էլա ցավ պատճառում, մեզ էլա վիրավորում։ Բայց մենք սովորել ենք կարևոր բաները, չմնալ դրա մեջ։ Բարեխոսել մեզ վիրավորողների համար։ Սիրել նրանց, ովքեր մեզ չեն սիրում։ Ովքեր մեր մասին սխալ բաներ են խոսում, թեթև տանել, որովհետև մենք մեր Տեր Հիսուսից լավը չենք։ Ամեն։ Եկեք մենք ուրիշ տեղ էլ կարդանք Փիլիպեցիս 2-րդ գլխից։ Փիլիպեցիս 2-րդ գլխից։ Կներեք։ Փիլիպեցիս 2-րդ գլխից 5-րդ համարից։ Դուք արդեն երևի բացել եք, չէ՞։ 2-րդ գլուխը 5-րդ համարից։ Ձեր ամեն մեկը թող այն մտածե, որ էլ Քրիստոս Հիսուսումն էր։ Թող մտածե, որպեսզի ես մտածեմ ինչ որ Հիսուսն է մտածում, ես իր մտածմունքները, իր մտքերը պիտի կարդամ։
Ես պետք է իմանամ ինքը ինչ է մտածում։ Ամեն։ Ասում է դուք մտածեք այն, ինչ որ Հիսուս Քրիստոսն է մտածում, որ Աստծո կերպարանքումը լինելով հափշտակություն չհամարեց Աստծուն հավասար լինել, այլ իր անձը ունայնացրեց։ Եվ ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով եւ կերպարանքով մարդի պես գտնվելով, իրան խոնարհեցրեց եւ հնազանդ եղավ մինչեւ հիմա եւ այն էլ խաչի մահ։ Ուշադրություն դարձրեք, մեր Տեր Հիսուսը մարդացավ Աստված լինելով, իր անձը ունայնացրեց։ Ռուսերեն թարգմանությունում ասում է իր անձը ցածրացրեց։ Դա չէր խոսում դրա մասին, որ ինքը խեղճ էր։ Դա չէր խոսում դրա մասին, որ ինքը անպաշտպան էր։ Դա խոսում էր դրա մասին, ինչքան մեծ էր սերը մեղավոր մարդկանց հանդեպ։ Ինքը իր անձը ունայնացրեց, ցածրացրեց մարդկանց սիրելու հաշվին, պատճառով, որտեղ եթե ինքը իր անձը չհնազանդեցներ, մարդը չէր լինի փրկված, ունայնացրեց։ Եկեք մի հատ մենք մտածենք, ինչքանով մենք ենք մեր անձը ցածրացնում Աստծո պատվիրանի առաջ, ինչքան մենք ենք մեզ ունայնացնում։ Եթե մեկը մի բան քեզ ասում է, քեզ ոչ թե պետք է վրեժխնդրություն լուծել, քեզ ոչ թե պետք է սաղին ասել, ես ինչ է որ սենց է պահում, ես ես նեղացա, ես գնացի, ես հիասթափվեցի, եկեղեցի չեմ գա, դե գնա։ Այն մարդը, որ հիասթափվում է մարդուց, Աստծուն չի ճանաչում։ Ինչա մեզ չեն հիասթափեցնում, հիասթափեցրել են, ցավացրել են, դավաճանել են, արժեքազրկել են, նորմալ է։ Հիսուսին արեցին, մեզ էլ են անում։ Եթե մենք չունենայինք այդ պատասխանատվությունը վերցնել հոգալ մարդկանց համար, մեզ ոչ մեկը չէր ճանաչի։ Բայց երբ քեզ ճանաչում են, քո մասին էլ սկսում են խոսել, քննադատել, դա նորմալ է։ Նորմալ չի քննադատողների համար։ Բայց մեզ համար նորմալ է։ Մենք չենք մեռնի, մենք կապրենք։ Այդ ամեն ինչ օգնում է, որ մեր անձը մեռնի, մեր եսը, որ մենք միշտ ասենք Հիսուս, մենք քեզ ենք ետևում, ու դու գիտես ամեն բան։ Օգնիր, որ մենք չլինենք մարդկանց վիրավորող, օգնիր, որ մենք սիրենք, հոգանք մարդկանց համար, օգնիր։ Ու գիտեք, այս տարվա այս գոհության ընթացքը, ես չգիտեմ ինչպես դուք եք զգում, ես զգում եմ, որ սա շատ կարևոր է, որտեղ Հիսուսի վերադարձը շատ մոտիկ է, հափշտակությունը մոտիկ է։ Աստված ուզում է, որ դու ոչ թե մատերի արանքով նայես, այլ շատ լուրջ։ Միգուցե ծոմեր վերցնես, որտեղ Սուրբ Հոգին ուժեղ ձևով գործում է, մենք աղոթում ենք մեր յուրաքանչյուրի համար, մեր ընթացքի համար, որ մենք մեր կյանքում ոչ մի բան չխանգարի մեզ, Աստծո հետ մեկ լինել, Աստծո կամքը կատարել։ Եկեք մենք խաղ-չանենք Աստծո սրբության հետ, իր անվան հետ, իր համբերությունը չչարաշահենք։ Այս օրերի մեջ, մինչև Սուրբ Ծնունդը, շատ ուժեղ օծություն կա, բժշկելու, նորոգելու, ազատագրելու, փոխելու, ու այն մարդիկ մեզանից, ովքեր նվիրված են լինելու, իրանց անձը խոնարհեցնելու են, իրանք շատ մեծ փոփոխություններ են վերապրելու, ու շատ ուժեղ օծություն է գալու այդ մարդկանց վրա, շատ ուժեղ։ Քո ընտանիքում քո պատճառով փոփոխություն է լինելու։ Մեկը, որ ինձանից խորհուրդ էր հարցնում ու ասում էր, իմ ընտանիքի անդամներից մեկը բարդ անձնավորություն է։ Ես իր համար աղոթում եմ, ծոմ եմ պահում, ինչ խորհուրդ կտակ։ Ասեցի, հիմա էլ խորհուրդ եմ տալիս քո համար ծոմ պահես, որ դու փոխվես։ Մենք դիմացինին տեսնում ենք, որ ինքը պիտի փոխվի, բայց մենք չենք տեսնում, որ այդ մեկը միգուցե չի փոխվում, որովհետև ինչ որ բան իմ մեջ հրահրում է այդ մարդուն։ Ես մտածում եմ, ես ճիշտ եմ, բայց եթե դիմացինս չի փոխվում, մի բան պիտի իմ մեջ էլ փոխվի։ Գիտեք, դա խոնարհություն է։ Կարող է մեջ էլ բան չկա փոխվելու, բայց երբ ես ճիշտ եմ մտածում, Աստված հրաշքներ է անում։ Սիրելիներս, ինչ է ասում Աստծո խոսքը։ Հիսուսը ինքը իր անձը խոնարհեցրեց,
հայրը չխոնարեցրեց իրան, ինքը իրանձը խոնարեցրեց։ Ու եկեք մենք մի հատ էլ կարդանք նոր կտակարանը։ Եկեք մի հատ էլ ուշադրություն դարձրեք, ինչպես էր Հիսուսը իրան պահում եւ ինչպես են մարդիկ իր հետ խոսում։ Ինքը սիրեց մեղավորին, դրա համար թույլ տվեց այդ անարգանքը, արժեքազրկումը, թույլ տվեց, որ ինքը այդ ամեն չար բաները իր դեմ դուրս գա։ Ինչ եք մտածում, քրիստոնյա լինելը դա խաղու պարա, ոչ։ Որպեսզի դու լինես ճշմարիտ քրիստոնյա, քո անձը պիտի խաչես։ Երբ քեզ վիրավորում են, պիտի լեզուդ կծես ու գնաս բարեխոսես քո ծածուկ սենյակում։ Ոչ թե սաղ աշխարհին պատմես, որ քո մասին քո դեմ մարդիկ ինչ են արել։ Միգուցե հերիքա, որ մենք սպասենք ավակներից, ավակ ինձ հետ սենց չվարվեց, ավակը ինձ հետ սենց չվարվեց։ Ես ուզում եմ ձեզ բոլորին ասել, դուք չգիտեք ավակները ինչ գործ են անում։ Դուք չգիտեք, քանի մարդկանց այցելում են։ Դուք չգիտեք, որ ժամին գիշերը տուն են վերադառնում։ Այդ բաները ձեզ չենք ասում։ Միգուցե հերիք է, որ ավակներից ոմանք դժգոհեն։ Միգուցե հիմա ժամանակն է, որ գոհանաք ու ասեք, Տեր, շնորհակալ եմ, որ դու պարգևել ես լավագույն ավակներին, ովքեր քայլում են մաքրության, սրբության, ովքեր թասիբ ունեն քո հանդեպ։ Եկեք սովորենք գոհանալ ավակներից, որտեղ ավակները դա Աստծո ծառայության պարգևներն են, որ դրված են այստեղ։ Ու ես խորհուրդ եմ տալիս ամեն մեկիդ, հիշեք այն լավ բաները, որը ձեզ համար թե ավակները, թե եղբայրները, քույրերը ցուցաբերել են։ Պետք չէ սատանային տեղ տակ, որ այն ժամանակ, որ ես կարիք ունեի մեկը ինձ զանգեր, ոչ մեկը չի զանգել։ Ավակներից ոչ մեկը չի զանգել։ Բայց դու տեղյակ ես, որ ավակները այդ ժամանակ մեկ ուրիշի մխիթարում են, մեկ ուրիշին տանն են, մեկ ուրիշ էմբադ, ոչ թե նստած ձեռքերը ծալած էին։ Ինչու, որովհետև մտածում ենք մեր մասին, ինձ չայցելեցին, ինձ չզանգեցին, ինձ այս բանը չարեցին, իմ հանդեպ ուշադիր չեղան։ Միգուցե ժամանակն է, որ մենք սկսենք ոչ թե պահանջել, այլ օրինակ լինել։ Ամեն, ավակները, գիտեք, ես ուղղակի խնդրում եմ ձեզ, եկեք գոհանանք բոլոր եկեղեցիների ավակությունից, գոհանանք մեկը մյուսից, մենք ամեն մեկս մյուսի կարիքը ունենք, մենք ձեզանից չենք տարբերվում ոչ մի բանով, մենք ձեր եղբայրները քույրերն եք, մենք բոլորս իր եղբայրները քույրերն ենք, խնդրում եմ մի տարանջատեք ու չգիտեմ ձեր մտքի մեջ տենց բաներ մի հորինեք։ Մենք շատ հասանելի ենք բոլորին, շատ, որտեղ մենք սովորում ենք մեր Տեր Հիսուսից։ Տեր Հիսուսը շատ հասանելի էր, շատ պարզ էր, ամեն մեկի մոտենում էր։ Նա չզզվեց բորոտից, երբ բորոտը ասեց, եթե դու ուզենաս, դու կարող ես ինձ բժշկել։ Տեր Հիսուսը չզզվեց այդ վարակիչ հիվանդությունից, գնաց ձեռքը դրեց իր վրա ու ասեց, կամենում եմ բժշկվիր, դա Աստծո սերն է։ Գիտեք, մեր եսը շատ բաներում խանգարում է, որ մենք դիմացինի արածը արժեքավորենք, մեր սպասումները, մեր եսը, մարդը կարող է իրան ես չգիտեմ ինչպես մեծ արի ասի, ինձ հետ այդպես պետք է վարվեն, դե կներես։ Միգուցե դու սովորես Մատթեոս 7:12-ը, անգիր, ոչ թե անգիրել, սկսես այդ խոսքով ապրել, ամեն։ Երբ դու մեկին օրհնում ես, չօրհնես այն բաները, որը քեզ պետք չեն։ Ամենասկզբից Աստված այդպես ասեց, մի անգամ ինձ տարիներ առաջ այսպես խնձորներ են օրհնելու, ես ասացի մեկ ուրիշին օրհնեմ։ Միջին բաները վերցրեցի, Սուրբ Հոգին ասեց, ինչպես ես ուզում քեզ հետ վարվեն։
Ասեցի ես ուզում եմ, երբ ես տոպրակը բացեմ, այնտեղ ընտիր խնձորներ լինի։ Ասեց ուզում ես, դե իմ ամենը ընտիրը վերցրու եւ օրհնիր այդ մարդուն։ Ու ինչ եք մտածում, ես հնազանդվեցի թե չէ։ Շնորհակալություն։ Դուք ճիշտ եք մտածում իմ մասին։ Ես այդ ընտիրը վերցրեցի եւ օրհնեցի։ Ինչու՞, որտեվ Հիսուս ասել է, ոնց որ ուզում ես մարդիկ քեզ հետ վարվեն, այդպես էլ դու։ Ուզում ես մարդիկ քեզ հետ քաղցր լինեն, սովորի դու էլ քաղցր լինել։ Ուզում ես մարդիկ քեզ ժպտան, մի հատ էլ դու սովորի ժպտալ դիմացինին։ Ուզում ես մարդիկ հարցնեն ոնց ես, կյանքդ ոնց է, գոհ ես Աստծուց։ Դու էլ սովորի, մոտեցիր միան։ Ու այսօր առաջարկում եմ, որ այստեղից գնալուց առաջ մոտեցիր մեկին, ում դու չես ճանաչում։ Ասա ես նենց ուրախ եմ, որ դու Քրիստոսին ես պատկանում, դու ճիշտ ճանապարհ ես ընտրել, օրհնում եմ քեզ։ Մի հատ էլ լավ խոսք հրճակի իր կյանքի վրա ու գնա տուն։ Ամեն։ Եկեք մենք չլինենք այն մարդիկ, որ ես եկել եմ, թող բոլոր ինձ մոտենան։ Ես ասել եմ որոշ մարդկանց խմբակում, որ դուք երբ գալիս եք տեսնում ենք ավակները ոնց են ձեզ մոտենում։ Հարցնում են, ոնց է ամուսինդ, ոնց է կինը, ոնց է հայրդ, ոնց է մայրը, ոնց է տատիկը, ոնց է պապիկը, ոնց է հորեղբայրդ, ոնց է մորքուրդ։ Ինչու՞, որովհետև լավ ծանոթ ենք։ Այս մեկը ոնց է լավ է իրան զգում, մեկը ոնց է լավ է իրան զգում։ Բացի այդ մենք ձեզ գրկումել ենք, որտև սիրում ենք, որտև շփումը դա փոխանցում է սեր։ Ինչ է մտածում եք մենակ ձեզ, մենակ ձեզ, մենակ ձեզ։ Ոչ, օրինակ է, որ սովորում ենք Հիսուսից, որ դուք էլ այդպես լինեք մեկը մյուսի հետ։ Եվ ինչն է մեզ խանգարում, մեր եսը, մեր չնորոգված եսը, բոլոր պրոբլեմները մեր հարաբերությունների մեջ մեր եսից է։ Ամեն, եկեք մենք ծոմ վերցնենք, մենակ դրա համար, այս օրերին, որ մեր եսին ցույց տանք իրա տեղը։ Պողոս Արաքյալը գիտեք ինչ ասում, ասում է ես ոչ մի բանով չեմ պարծենում, մենակ նրանով, Քրիստոսի խաչով, են էլ որ խաչով ես մեռած եմ աշխարհի համար, աշխարհն էլ մեռած է ինձ համար, ու որ ապրում եմ, նրա համար եմ ապրում, ով որ ինձ առաջինը սիրեց եւ իր կյանքը տվեց ինձ համար, հարց եմ տալիս, Աստծո ասածները ինչքանով են քեզ համար հեղինակություն, ինչքանով են հեղինակություն, եթե Հիսուսի ասածը հեղինակությունը քեզ համար, ուրեմն դու պիտի այդ խոսքի համաձայն ապրես, քո անձը խոնարեցնես, ամեն, եւ ցույց տաս ուրիշներին, ինչպես ես դու ուզում, որ մարդիկ քեզ հետ վարվեն, ցույց տուր, մարդիկ կույր են այս աշխարհում, ցույց տուր, խանութ ես մտնում, ժպտա, դուրս ես գալիս, ասա շնորհակալություն, որ դուք գնացել եք հեռու տեղից այդ ապրանքը բերել եք, որպեսզի մենք վայելենք, շնորհակալություն ձեզ։ Դուք կտեսնեք դիմացինի վերաբերմունքը ոնց է փոխվելու քո հանդեպ։ Երբ մենք մտածում ենք բոլորը պարտավոր են, ծնողս պարտավոր է, երեխաս պարտավոր է, հովիվը պարտավոր է, այս մեկը պարտավոր է, մեր հարաբերությունները կաղում են։ Սիրելիներս, հիմա մեկ ուրիշ տեղ էլ եկեք կարդանք Մատթեոս ավետարանից 16-րդ գլուխը 24 համարը։ Մատթեոսի 16-24-ը։ Այն ժամանակ Հիսուսը իր աշակերտներին ասեց. Եթե մեկը կամենում է իմ ետևից գալ, թող իր անձը ուրանա եւ իր խաչը առնե եւ իմ ետևից գա։ Տեսեք, սա Աստծո պայմանն է, մեր Տեր Հիսուսի պայմանն է։ Մենք Հիսուսի ետևից գնում ենք ոչ թե մեր ուզած պայմաններով, նրա պայմանով։ Մի հարուստ տղա կար, որ Հիսուսը ասեց, արի իմ ետևից, բայց դրանից առաջ քո ունեցվածքը վաճառիր։
ինքը չիմացավ ով է Հիսուսը, ինքը թեկուզ ասեց բարի վարդապետ, բայց ինքը չճանաչեց ով է Հիսուսը։ Դրա համար տխրեց ու գնաց, ասեց իմ ոսկին արծաթը ինձ համար ավելի կարևոր է։ Միթե ավելի կարևոր չէ գնալ մեկի ետևից, ով որ ստեղծել է ոսկին ու արծաթը, որը մեզ համար պատրաստել է ոսկուց ճանապարհներ, որը մեզ պարգևել է հավիտենական կյանքը։ Ինչքան ենք մենք արժեքազրկում մեր Տեր Հիսուսի արածը, դրա համար էլ մենք կարիք ունենք նորոգմանը, որ ճանաչենք Հիսուսին, որ ազատվենք կրոնավոր վերաբերմունքից Հիսուսի հանդեպ, մեկը մյուսի հանդեպ։ Ամեն, մենք կարիք ունենք կենթանի Աստծուն ճանաչել, կենթանի Աստծուն։ Ու խոսքը այդպես ասում, եթե մենք Աստված մեզ այդպես սիրեց եւ իր որդուն տվեց, ինչքան էլ մենք պետք է գրված այդպես պետք է սիրենք իրար, պետք է լավ մարդուն, հասկացող մարդուն սիրելը հեշտ է, համաձայն եք։ Կան մարդիկ ում հեշտ է սիրել, ջանք չես անում, բայց այդպես էլ դու չես աճում սիրո մեջ։ Աստված քո կողքին կդնի բարդ մարդուն, որը քեզ լարվածության մեջ է դնում, որը քո ներվերի վրա է ազդում, որը չգիտեմ ոնց որ քեզ չի թողնում հանգիստ ապրես։ Հարկ ասում այդպիսի մարդկանց համար, որ մեզ մղում են սիրել, զարգանալ սիրո մեջ, որ սիրենք, ամեն։ Մենք ոչ մի բան չենք կորցնում, երբ մարդիկ մեզ ճիշտ չեն ընկալում, մենք ոչ մի բան չենք կորցնում։ Մենք սովորում ենք, որտեղ մեր օրինակը Հիսուսն է։ Մենք Հիսուսից ենք սովորում, սիրելիներս։ Քրիստոսի եկեղեցին պետք է վերցնի օրինակ Հիսուս Քրիստոսից։ Ու եթե մեկը մի եղբայր, մի քույր ինչ որտեղ սայթակում է, մի վերցրեք իրանից օրինակ։ Ու մի դարձրեք մատի փաթաթան, ինքը տեսեք, ինքը սենց ասե, սենց արեց։ Բարեխոսի իր համար, բա սերը դուր է։ Ես հիշում եմ մի բանաստեղծություն, որը հայտնի գրող է գրել, բանաստեղծ Շեքսպիրը, ճանաչում եք իրան։ Այն ժամանակ, որ ապաշխարած չի, ինձ վրա շատ մեծ ազդեցություն թողեց։ Ինքը նկարագրում այնտեղ, ինքը ունի մի շարք սոնետներ, այդպես, ու ինքը գրեց մեկի մասին, իր սիրելիի մասին, ում ինքը վիրավորել է, ասում կներես ինձ, որ ես շատ անգամ իմ նավակը ուրիշ քամիների ետևից է գնացել եւ այլն, ես քեզ շատ եմ վիրավորել, ես ճիշտ չեմ եղել քո առաջ, ու վերջում այսպես ասում, այո, ես մեղավոր եմ, բայց թող իմ մեղավորությունը ցույց տա ինչքանով մեծ է քո սերը։ Դա մեծ իմաստություն էր, սիրելիներս։ Մեր մեղավորությունը ցույց տվեց ինչքանով մեծ է Քրիստոսի սերը մեր հանդեպ։ Դու գիտակցում ես ինչքան նա քեզ սիրես, թե քեզ թվում է, որ դու ամենապուպուշն ես։ Դու արժանի ես, որ քեզ սիրեին, ոչ։ Շատ մի երևակայի քո մասին։ Խոսքը ասում է, բոլորս մեղքի պատճառով ապականված են։ Խոսակցական լեզվով փչացած էին։ Մենք բոլորս։ Բայց Աստված սիրեց։ Եվ մեր մեղքերը ցույց տվեցին, իր արածը ցույց տվեց ինչքան մեծ է իր սերը, որ եկավ ազատեց մեզ մեղքից, ազատեց։ Հիմա այդ սերը լցվել է մեր յուրաքանչյուրի սրտի մեջ։ Ինչ հասակ ունի, ինչքանով է հասունացած քո սերը մարդու հանդեպ։ Աստված մեզ բոլորին հավատքի չափ տվեց, սիրո չափ տվեց, որպեսզի մենք դրա մեջ աճենք։ Ավելի շատ կարելի է լսել բողոք սրանից, նրանից, այս մեկը սենց չարեց, այն մեկը նենց չարեց, Աստված թույլ է տալիս այդ բաները, որպեսզի տեսնի դու սիրում ես, դու կարողանում ես ծածկել դիմացինի թերությունը, թե մերկացնում ես։ Ու ես մի բան գիտեմ, եթե մենք դիմացինին մերկացնում ենք, Աստված էլ մի օր էլ մեզ կմերկացնի։ Մի տեղ էլ ուզում եմ կարդալ ու սրանով ավարտել, Հայտնության 3-րդ գլուխը։
հայտնության 3-րդ գլխից 14 համարից կարդանք։ 14 համարից։ Եվ Լաովդիկեի եկեղեցու հրեշտակին գրիր. Սա է ասում ամենը, հավատարիմ ու ճշմարիտ վկան, Աստծո արարածների սկիզբը։ Գիտեմ քո գործերը, որ ոչ ցուրտ ես եւ ոչ տաք։ Ոչ թե ցուրտ լիներ կամ տաք, ուրեմն որովհետեւ գաղջ ես եւ ոչ տաք եւ ոչ ցուրտ, քեզ պիտի փխսեմ իմ բերանիցը։ Որովհետեւ ասում ես, թե ես հարուստ եմ, ես մեծացա եւ ոչ բանի կարոտ չունեմ, բայց չգիտես, թե դու թշվար եւ ողորմելի եւ աղքատ եւ կույր եւ մերկ ես։ Ես խրատ եմ տալիս քեզ, ինձանից կրակում փորձված ոսկի առ, եւ որ հարստանաս, եւ սպիտակ հանդերձներ, որ հագնես, եւ քո մերկության ամոթը չերևա, եւ դեղդիր աչքերիդ, որ տեսնես։ Ես, որոնց որ սիրում եմ, հանդիմանում եմ, եւ խրատում եմ, ուրեմն ջանք արա, որ ապաշխարես։ Ահա ես դրան առաջին կանգնած եմ եւ թակում եմ, եթե մեկը լսե իմ ձայնը եւ դուռը բանա, ես կմտնեմ նրա մոտ եւ ընտրիկ կանեմ նրա հետ եւ նա ինձ հետ։ Խոսքեր են, որը իրականում հանդիմանող են։ Ու փառք ասում, որ Աստված մեր հանդեպ անտարբեր չէ, որ իր ճշմարտությունով նա մեզ հանդիմանում է։ Ամեն։ Ես մտածում եմ, որ հենց գաղջ այդ վիճակն է, որ մարդը երբ ունի, ինքը թույլ է տալիս ուրիշի թերությունը տեսնել, ինքը ուրիշի մեջ ծուռ բաներ է տեսնում։ Եկեղեցու մարդիկ պիտի սովորեն լավագույնը տեսնել մեկը մյուսի մեջ, ասում եմ սովորեն, որովհետև առաջի հայացքից մեր հին ադամականն է խոսում, մեր հին ադամական մարդն է վիրավորվում, բորբոքվում, ըմբոստանում, դու պիտի քեզ միշտ հիշեցնես, որ հինը մեռած է, ես մեռած եմ վիրավորանքների համար, ես մեռած եմ չարախոսությունների համար, ես դրա համար մեռած եմ, Տեր օգնիր ինձ, երբեմն մենք ճիշտը հասկանում ենք, չեն կարողանում անել, դրա համար ծոմ պետք է վերցնենք, խոնարհեցնենք մեր անձը Տիրոջ առաջ, որ մենք վերցնենք Աստծուց զորություն ու կարողանանք, Քրիստոսի ետևից գնալը հեշտ չէ, բայց պատվական է, շատ պատվական է, մի հատ էլ քեզ հարցրում, դու որոշել ես Հիսուսի ետևից գնալ իր պայմանների վրա, ոչ թե քո, իր պայմանների հիման վրա, ամեն, այն ժամանակ դու կբացահայտես, որ բաներ կան, որտեղ որը դու պիտի թողնես, որի համար գին պիտի վճարես, ոչ թե դու քեզ պաշտպանես, այլ թույլ տաս, որ նա քեզ պաշտպանի, ամեն, իմ ծառայության մասին, որ շատ խոսացել են, որ կինը չպիտի քարոզի, ես լուր տարել եմ, ես չեմ կռվել մարդկանց հետ, չեմ էլ արդարացրել, աչքը չեմ մտցրել այն խոսքերը, որ Աստվածաշնչի մեջ գրված է, որ կարող է կինը ծառայի, ասել եմ Տեր, դու իմ փոխա, դու ինձ պաշտպանիր, ու ես շնորհակալ եմ ասում, որ դա գործում է, երբ դու խոնարհվում ես, Աստված հոգում է, ամեն, երբ դու ունայնացնում ես քո անձը, Աստված հոգում է, մարդ կա, որ ասում ինձ այնքան անգամ վիրավորել են, ես էլ չեմ դիմանում, դե պիտի մեռնես էլի, որ դիմանաս, մեռածն է մենակ դիմանում, ես ձեզ էլ եմ ասում, ինձ էլ եմ ասում, դա ինձ համար օրենք է, մեռած մարդը կարողանում է դիմանալ, որտև իր համար միևնույնն է, քո հինը պիտի մեռնի, ինչու ես դու մտածում, դու ինչը Քրիստոսից ավելի լավն ես, Քրիստոսին վիրավորել են, քեզ չպիտի վիրավորեն, թեթև տար, երբ մարդիկ քեզ վիրավորում են, թեթև տար, ու ասա Տեր, ներիր ինձ, որ ես վիրավորանքների մեջ երկար մնում եմ,
վիրավորանքները, հիասթափությունը, սիրելիներս, եսասիրությունը, այդ բոլորը, երբ մենք դրա մեջ գնում ենք, ցույց է տալիս, որ չենք ճանաչում Աստծուն։ Խոսքը Հիսուսի ասածները լավ չգիտենք։ Ես մտածում եմ հիմա այն ժամանակն է, հիմա, որ մենք իրականում ապաշխարենք ու ասենք Տեր, վաղուց քո խոսքը չեմ կարդացել, որտեղ մտածել եմ, որ ես գիտունիկ եմ, որ ես շատ եմ հարուստ եմ, ամեն բան գիտեմ։ Անկան որ գիտես, չգիտես մի կարևոր բան, որ քո անձը պիտի խոնարհացնես նրա հզոր ձեռի տակ։ Մի պաշտպանիր քո անձը։ Տերը ասում է, որ վրեժ խնդրությունը տվեք ինձ։ Ես կոնֆլիկտներ չեմ սիրում։ Դրա համար ասում եմ, Տեր իմ Աստված, ինչ լավ է, որ դու ասել ես։ Թող քո գլուխը ցավա այսպես։ Դու գնա նրանց հետ հարցերը լուծի, կամ նրա հետ, կամ նրանց հետ։ Տեր, ես քո ծածկոցի տակ պաշտպանված լինեմ։ Ասել ես վրեժ խնդրությունը քեզ տամ, քեզ եմ տալիս։ Ուզում ես վրեժ խնդրություն արա, ուզում ես ների, ուզում ես դատի, ինչ ուզում ես արա։ Բայց Աստված բարի է։ Աստված միշտ ողորմած է մարդկանց հանդեպ, ովքեր չգիտեն, թե ինչ են անում։ Ու Աստված ուզում է, որ մենք էլ հասկանանք դիմացիների համար, Տեր, այդ մարդը չգիտի ինչ է անում։ Չարությունը կույրացրել է, սատանան կույրացրել է այդ մարդու սիրտը, ինքը քո գանձն է, ինքը քո որդին է։ Տեր, այցելիր այդ մարդուն, Տեր օգնիր իրան։ Ամեն, սիրելիներս, եկեք մենք կանգնենք և աղոթենք այն մարդկանց համար, ում հետ խնդիրներ ունենք, ովքեր մեզ վիրավորել են, ում մենք դուրը չենք գալիս, ովքեր մեր մեջ սխալ բաներ են գտնում, իրանք մեղք են, որովհետև իրանք կյանքի օրերը գնում են, իրանք պարաբանով են զբաղված, ավելի լավը Տիրոջ մոտ լցվեն։ Ու նաև ես մի բան կուզենամ, եթե դու այսօր քո ներսում զգացել ես, որ ինչ որտեղ դու պիտի ապաշխարես, ուղղակի ներողություն խնդրի Տիրոջից։ Ասեմ ձեզ, սիրելիներս, Տիրոջ եկեղեցին այնտեղն է, որտեղ Աստծո խոսքի հեղինակությունը կա, իր հոգու ներգործությունը կա։ Եկեք մենք չշարունակենք մեր ճիշտը պաշտպանել։ Եկեք այսօր հանձնվենք Տիրոջ առաջ, ասենք Տեր, դու ճիշտ ես։ Դու ճիշտ ես։ Ես որ վիրավորվում եմ, նեղանում եմ, ես եմ սխալը։ Օգնիր ինձ։ Ամեն։ Թող այս եկեղեցին հայտնի լինի ոչ թե որ վիրավորվում է, այլ որ արագ ներում է, որ իրականում սիրում է մեղավորին, սիրում է, մեծահոգի է, ընդառաջ է գալիս։ Ամեն։ Եկեք մենք աղոթենք Տիրոջ առաջ, ուղղակի կանգնենք ու ազնիվ լինենք, խոսենք ճշմարտությունը մեր սրտերում։ Հալելույա։ Հալելույա, Հայր։ Մենք շնորհակալ ենք քո ներկայության համար, որտեղ քո ներկայություն է, որտեղ քո հոգին է տիրում, այնտեղ կա ազատություն, Տեր։ Տեր, մենք խնդրում ենք քեզանից ներողություն, մեր բոլոր սխալ մտքերի համար, մեր սխալ վերաբերմունքների համար, մեր սխալ արձագանքների համար, Հայր, մենք խնդրում ենք քեզանից ներողություն, ներիր մեզ։ Ու մենք շնորհակալ ենք, որ դու հավատարիմ եւ արդար ես, որ ամեն խոստովանված մեղքը դու ներում ես, Քրիստոսի սուրբ արյունով մաքրում ես եւ ազատագրում ես մեզ։ Մենք շնորհակալ ենք, որ մենք ունենք բարեխոս հորաչ կողմը նստած, որ մեզ համար բարեխոսում է ցերեկ եւ գիշեր։ Շնորհակալ ենք Տեր Հիսուս, որ քո թափած արյունը ունի զորություն մեզ ազատագրելու, մեզ փոխելու, մենք շնորհակալ ենք։ Հայր, մենք Հիսուս Քրիստոսի անունով աղոթում ենք բոլոր այն մարդկանց համար, ովքեր մեր դեմ ինչ-որ բան ունեն, բայց մենք տեղյակ չենք, ովքեր մեր մասին ինչ-որ սխալ բաներ են խոսում, բայց մենք տեղյակ չենք։
Դու գիտես ամեն մեկի բերանի խոսքը դու լսում ես, ամեն մեկի սրտի դրդապատճառը դու գիտես, ու այսօր մենք խնդրում ենք եւ աղաչում ենք քեզ, որ դու ներես իրանց, որ դու ողորմություն անես, որտեւ իրանք չգիտեն ինչ են անում։ Ու մենք խնդրում ենք, որ քո սուրբ երկյուղը գա այդ մարդկանց վրա։ Եթե դրանք մեր բարեկամներն են, ովքեր որ քեզ չեն ճանաչում, կամ ինչ որ մի անձը, որ քեզ չի ճանաչում, մենք խնդրում ենք, որ դու ուղղակի այցելես իրանք քո սիրով, որ այդ մարդկանց խճճված իրավիճակների մեջ հայտնես քեզ ինչպես ազատող, փրկող, բժշկող Աստված։ Հայտնիր քեզ այդ մարդկանց կյանքերում, հայտնիր, ու մենք այսօր աղոթում ենք նաև մեզ համար, Հայր, օգնիր մեզ, որ մենք սիրենք մարդկանց, օգնիր, որ քո օրինակին մենք ետևենք, օգնիր, որ մենք ճանաչենք ով ես դու եւ ինչպես ես դու ուզում, որ մենք վարվենք։ Հայր, ամեն մի կույրությունը, ամեն մի չարությունը, ամեն մի չներումը, ամեն մի անհնազանդությունը, ամեն մի հակառակությունը, ամեն մի բողոքները, ամեն մի հպարտությունը, Տեր, մենք Հիսուս Քրիստոսի անունով մերժում ենք մեր կյանքերում, մենք հակառակ ենք կանգնում ու հրամայում ենք, որ այդ անմաքուր դևերը հեռանան մեր կյանքից, հեռանան մեր եկեղեցուց, Հիսուս Քրիստոսի անունով, դու մեզ կանչել ես ազատության մեջ, քո խոսքն է, որ մեզ ազատում է։ Թող քո երկյուղը գա մեր յուրաքանչյուրի վրա, Տեր, քո երկյուղը լցնի մեր սրտերը, որտև իմաստության սկիզբը դա քո երկյուղն է։ Քո երկյուղը օգնում է մեզ չարությունից հեռու լինել։ Ու մենք աղոթում ենք Դավիթ թագավորի պես, պահապան դիր մեր շրթունքների վրա, որ չմեղաչենք քո դեմ։ Տեր, ներիր մեր անլուրջ վերաբերմունքը քո հանդեպ ու մարդկանց հանդեպ, ներիր մեզ։ Այս օրերին, Տեր, դու ուզում ես բաներ փոխել մեր կյանքերում, դու ուզում ես փոխել, դիպչիր մեզ, ներթափանցի մեր սրտերի, մեր մտածմունքների մեջ, քննիր մեզ, հանդիմանիր մեզ, Տեր, օգնիր, որ մենք ճանաչենք քեզ ու քեզ նման լինենք այս աշխարհում։ Հիսուս Քրիստոսի անունով խնդրեցինք։ Օրհնիր քո ժողովուրդը, թող գերբնական պաշտպանությունը լինի, թող լինի խաղաղությունը գերբնական, օրհնիր ամեն մեկի տունը, օրհնիր ամեն մեկի հարաբերությունը եւ օգնիր, որ մենք ոչ թե մեղադրող լինենք, այլ բարեխոս լինենք։ Հիսուս Քրիստոսի անունով ենք խնդրում եւ ամբողջ Աստծո ժողովուրդը ասեց.